Հրեաստանից իջել էին ոմանք Անտիոք և եղբայրներին ուսուցանում էին. Մովսեսի օրենքի համաձայն, եթե չթլպատվեք, չեք կարող փրկվել։ Եվ երբ Պողոսի և Բարնաբասի ու նրանց միջև շատ հակառակություն և վեճ առաջացավ, վճռեցին, որ Պողոսն ու Բարնաբասը և նրանցից ոմանք այդ խնդրի համար Երուսաղեմ բարձրանան առաքյալների և երեցների մոտ։ Եկեղեցու կողմից ճանապարհ դրվելուց հետո նրանք շրջելով անցան Փյունիկիայի և Սամարիայի միջով և պատմեցին հեթանոսների դարձի մասին, մեծ ուրախություն պատճառելով բոլոր եղբայրներին։ Եվ երբ Երուսաղեմ հասան, եկեղեցու առաքյալների ու երեցների կողմից ընդունվեցին, պատմեցին, թե Աստված ինչ բաներ արեց իրենց միջոցով։ Փարիսեցիների հերձվածից մի քանի հավատացյալներ վեր կացան ու ասացին. «Դրանց պետք է թլպատել և պատվիրել, որ պահեն Մովսեսի օրենքը»։ Եվ առաքյալներն ու երեցները հավաքվեցին այս բանը քննության առնելու համար։ Եվ շատ վեճ լինելուց հետո Պետրոսը ոտքի կանգնեց ու նրանց ասաց. «Եղբայրներ, դուք ինքներդ գիտեք, որ ձեր մեջ առաջին օրերից Աստված ինձ ընտրեց, որ հեթանոսները իմ բերանով ավետարանի խոսքը լսեն և հավատան։ Եվ սրտագետն Աստված նրանց վկայեց Սուրբ Հոգին տալով նրանց այնպես, ինչպես տվեց մեզ։ Եվ նրանց ու մեր միջև ոչ մի խտրություն չդրեց, հավատով մաքրելով նրանց սրտերը։ Արդ ինչու եք փորձում Աստծուն, աշակերտների վզին դնելով մի լուծ, որը ոչ մեր հայրերը և ոչ էլ մենք կարողացանք տանել, այլ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով հավատում ենք, որ կփրկվենք ինչպես և նրանք»։